Եվ նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման քննարկում նախաձեռնելու համար, քանի որ այո, աղմուկը ներկա օրերում բավականին լուրջ խնդիր է եւ համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցների աղմուկը այսօրվա 21-րդ դարի մարտահրավերներից մեկն է համարվում։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջակա միջավայրում աղմուկի տարեկան 0.5 դեցիբելով աճ է գրանցվում, ինչը ներկայումս հասել է բավականին խնդրահարույց ցուցանիշների եւ ցանկանում եմ նշել, որ այն առավելագույն շեմը, որը արդեն առաջացնում է առողջության վրա բացական ազդեցություն, դա 75 դեցիբելն է, ընդ որում 140 դեցիբելից արդեն միանվագ ազդեցություն կարող է լինել, այսինքն դմկաթաղանթի պատրվածք ընդհուպ մինչև 160 դեցիբելից ավել ազդեցությունը կարող է մահվան պատճառ դառնալ։ Որպես հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ մի փոքր ավելի անդրադարձ կատարեմ առողջության վրա ազդեցությանը, բազմիցս նշվեց իհարկե գործընկերների կողմից, բնականաբար բարձր ձայները, աղմուկը կարող է անդրադառնալ լսողական ապարատի, վեստիբուլյար, այսինքն հավասարակշռության ապարատի վրա, նյարդային համակարգի, բայց աղմուկը կարող է հանդիսանալ նաև սիրտանոթային հիվանդությունների, այնպիսիք ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, այս հիվանդությունների բազմագործոն պատճառներից մեկը կարող է լինել անընդհատ աղմուկի ազդեցությունը, ընդ որում կան նաև փորձարարական տվյալներ, կատարված հետազոտություններ, որոնք ցույց են տալիս կենդանիների վրա կատարված հետազոտություններ, որ բարձր աղմուկի ազդեցությունը անդրադառնում է մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոնի, որը նույն ինքը ադրենալինն է, բոլորիս ավելի հայտնի, այսինքն ադրենալինի կուտակումը, որը բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա, եթե պատշաճ ձևով չի ծախսվում։ Ինչ ենք տեսնում կենդանիների շրջանում, կենդանին լսելով բարձր աղմուկ իսկույն դիմում է փախուստի, դրանով իսկ սպառելով կուտակված ադրենալինը։ Մարդկանց պարագայում բնականաբար քրոնիկական այդ բարձր աղմուկը ինչ որ չափով սովորույթային դառնալով մարդը բնականաբար դրան սովորում է եւ չի փորձում պատասխանվել, ինչը կուտակվում է եւ հանգեցնում այս կամ այն օրգան համակարգի ուրեմն վնասմանը, քանի որ ստրես հորմոնները ունեն ուղիղ վնասող ազդեցություն տարբեր օրգան համակարգերի վրա։ Անդրադարձ կատարելով ծրագրին, որը իրականացվել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից, ընդ որում ցանկանում եմ նշել, որ Երևան քաղաքում աղմուկի քարտեզ չի արվել 1976 թվականից ի վեր ներողություն, եւ 2018 թվականից առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գիտական հատվածը ներգրավել է այս գործընթացում։ Ինչն է եղել նպատակը, ծրագրի նպատակն էր ուսումնասիրել եւ վերլուծել Երևան քաղաքի վարչական շրջաններում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկի մակարդակները, հայտնաբերել հիմնական աղբյուրները, տեսակները, այնուհետև ստեղծել աղմուկի քարտեզ։ Աղմուկի քարտեզն իրենից ներկայացնում է տեղանքի տոպոլոգիա, որն իր մեջ պարունակում է հստակ տեղեկատվություն աղմուկի մակարդակի մասին։ Աղմուկի քարտեզը պետք է ներառեր քաղաքի վարչական շրջանների աղմուկի մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն, աղմուկի առավել ոչ բարենպաստ գոտիների հայտնաբերում։ Կա համապատասխան ուրեմն ընթացակարգ, հետազոտական աշխատանքի, որը իրականացվել է այս ընթացքում եւ մինչ այժմ իրականացվել են չափումներ, բնականաբար նշեմ, որ այս տարիների ընթացքում 2021 եւ մասամբ 22 թվականին չի իրականացվել այս չափումները կապված COVID-ի համավարակի հետ։ Հիմնական ներկայումս իրականացվել են կենտրոն վարչական շրջան, Արաբկիր, Քանաքերձերություն, Ավան, Նորք Մարաշ եւ Դավիթաշեն վարչական շրջաններում աշխատանքները շարունակվում են այս տարի նախատեսվում է Նոր-Նորքի վարչական շրջանում շարունակել ուրեմն համապատասխան չափումները։ Եվ բնականաբար այս չափումները հիմք են հանդիսանում նաև քաղաքականության որոշման մեր ուրեմն տեսակետներում։ Թերևս այսքանը, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ հարցերին, շնորհակալություն։